Եթե չեն էլ պատկերացնում հարցը ոնց լուծեն, թող իրանց Կազախստանի գործընկերներին դիմեն, տենան կազախները ոնց են այդ հարցին լուծում տվել։ 3-4 օր առաջ իրանք հարցի լուծումը տվել են։ Հիմա կազախները երևի սառեցրել են, ինչ են արել, ախպեր ջան։ Իրանց գործը սառեցրել են, հիմա կազախները արխային գնում գալիս են ախպեր։ Ամեկը 2-3 հազար ստե որ մի դեպուտատ հետ կա ֆորումի դրամա ինք իր հարցն դե լուծում է գցում առաջ որ լուծի ստե չունենք ախպեր ստե մենք մենոնցով էլ մի քանի հատ ֆիրմա յա ուսո դու եկել ես Ղազախստանի հետ կարաս համեմատվես նրա գրուզապատոկը որ մտի Հայաստանը 10 տարի չի կարող ավտոքշի չկա տենց բան ընկեր մենք մեզնից խոսանք ոչ Ղազախ ոչ Կիրգիզ ոչ Տաջիկ դրանց ինչ դրանցով կեր մեզնից խոսանք այս մարդը ճիշտ ասում նրանց հետ ինչ գործ ունենք մենք ախպեր Թող այդ ազգային ժողովում հարցը հանի վերև ասի ախպեր, ես մարդկանց հարցը լուծեք բրցեք։ Այդ օրերը այդ վրից հանեք։ Ով որ խոպան է դու, թող նրանց վրա դրեն, հարց չկա։ Դուք երբեք այս խնդրին բախվել։ Անցած տարվանից։ Հենա, թուղթը հատոտելու։ Նոր, հա։ Խնդրեմ ես։ Եվ առայցով լուծում չի դրել։ Մի տարի է 5 տարի փակել են։ 5 տարի դատարանի որոշումով, ադվոկատով, փող եմ ծախսել, ադվոկատ եմ բռնել, բերել եմ, նստեցրել եմ Ցույց են տվել, ասել են լավ, ես մարդը 93 օր խախտել, ամի որդ է մնացել 3 օր ավել չգիտենք, հարեք ստենց անենք, գրածել է, որ առանց վիդվարենի, մենակ 2000 ռուբլի շտրավ, շո 2000 եմ ուծել եմ, թող եկել եմ, հետ գնալուց ասել են, դու տաղա ես տեսքով բարի, գնա այսօր վաղ արի, շո պրծավ, 5 տարի փագին, մուշեղ ջան, դե գնա մամայի թոշակը կեր պապիրոս սխի, տնանք ինչ արնում։ Հայաստանում աշխատանք չեք գտնում։ Հայաստանում ինչ աշխատանք գտնենք մենք։ Ես ով վադապրավոչիկ չեմ էտան վադապրավոչիկ աշխատում, շոֆեր տղա եմ, են էլ ռեսավիկ շոֆեր, մեծ տարբերություն է, տաքսու վարորդը չէ, ոչ մեկի չեմ ուզում նեղացնում, սաղից հավատ անում իշքան շոֆեր կա, բայց կա ձեր մոտ էլ կա չէ, լրագրող ունես մի հատ եսի միշտ լրագրող, որ մի հատ հարցազրույցը կարող է մի քանի միլիոն դոլարով խոսքի հարցազրույց, մենք մերն է տենց, կա վերևները, կա ասենք տենց հասարակ շոֆերները, մենք ինչ եք ուզում մեզնից, աշխատում եք էլի մեր համար։ Հիմա փաստորեն էլի ֆինանսական խնդիրների եք բախվել Եկամտի այլ աղբյուրներ չունեք, փաստորեն ինչ խնդիրներ։ Եկամտի աղբյուր որտես պետք է։ Ասեցի նոր մի քիչ առաջ։ Մամայից թոշակով։ Մի տարի նստած ենք տունը։ Բայց դե լավ վարորդը միշտ կա, ես ունեմ իմ աշխատանքը, ես կգտնեմ աշխատանք, ստե բոլորն էլ կարող են իրենց աշխատանքը գտնեն։ Դրանով չի լուծում, որ ես մյուսը մենք աշխատանք գտանք, ու էլ այս հարցի մասին չխոսանք, մյուս աղբերների մասին չխոսանք։ Այս աղ աղբերների հետ ինչքան ստե տեղատենում եք, բոլորի հետ ճանապարհ են գնացել, բոլորի հետ հաց են կերել, ուրախացել ենք, տխրել ենք, եւ այլն, ո՞նց կարող ես բանկնաց թողես։ Լավ, ես եմ հելա գնացի Եվրոպա կամ Ամերիկա։ Ասենք ունենք այդ հնարավորությունը, ինչ որ մեկը հելավ գնաց։ Այդ դրանով հարցը լուծվավ։ Հելան գնացինք, հետո դիցել ասենք ընդդիցել կամ օտար երկրից քֆուր քյաֆար արինք մեր բաներին, վերևներին, ասենք ախպեր, սրանց համար ենք եկել։ Հետո այդ հարցը լուծումը չի լավ, այս մարտելի մնալու է այստեղ։ Այդ դեպքում բողոքի ակցիաներով ինչ ճանապարհով եք ձեր։ Բողոքի ակցիան այտենց ես իմիշ մի բան չի, մի սաղը եկել ենք, լավ, ինչ արնելու։ Այնա իջավ Պապոյանը, ես իմինչ ասեց, ես այդ հարցը անպայման կլուծեմ, այն կանյակի վրով էլ էին ասում, չէ՞, yani ես այդում ենք հարցը լուծենք, այն արի, սա կտաղ են ընկերս է։ Քանի օր ես կայնել կանյակով։ Խի ես կայնել կանյակով։ 40 օր չի մարա կայնել։ Բա լուծե եք այդ հարցը, հենց իր ասելուց հետո։ Հա? Չեն կարում, ոչ թե չեն ուզում, այլ չեն կարում։ Ուզելն ուրիշ է, ասում է, կարանալն ուրիշ է, մի չեն կարում այս մարդիկ, կամ էլ սրանց բանի տեղ չեն դնում։ Մենք օրինակ ենք բերում խոսքի Ղազախներին, ուզբեկ, կիրգիզներին, ուրեմն նրանք ակազրուցա կարում են, մենք չենք կարում։ Քաղաքական ենթատեքստեր այստեղ տեսնում եք։ Չէ, քաղաքական ենթատեքստ շոֆերն ու քաղաքականությունն ու այս հավատ, մենք ուժում, մենք հեռու ենք։ Նշեցին, որ 2018 թվականից հետո են այս խնդրին բախվել, դուք ինչ կասեք։ 18 թվականից հետո, հա, կարա տենց բաներ, իմ հետ էլ է եղել, բայց ես նշանակություն չեմ տվել դրան, որովհետև, ոնց ասեմ, չգիտեմ, ձեզի ոնց ներկայացնեմ, որ ճիշտ լինի, շատ բաներ ենք տեսել, ասենք, շատ կառավարություններ են փոխվել, լիժմի ես տեսել եմ էդի, Լևոնից սկսած մինչև Նիկոլ, սաղ տեսել եմ, բայց սենց չի եղել ոչ մի անգամ, այս բնակավարը միշտ իրանք ասենք ոնց որ ձեռը վրեն պահացել են, թեկուզ ողորմածիկ Վազգեն Սարգսյանը հրաման է տվել 5 ժամը 90-ական թվականներին, որ ռեսավիկ շոֆերներին չկպնեք, ինչ տանում են, ինչ բերում են, թեկուզ զուգարանի թղթի վրա գրածել լինի, սալֆետկի վրա գրածել լինի, թողեք թող մտցնեն ներս, ոնց հա բերել Մուշեղը, Պողոս Պետրոսը մի հետաքրքրվեք, բերել է, հասցրել է, նարկոտիկ չի,
ուրիշ բաներ չի, զենքա լավ արել, եսի միջ գողսը Ռուսաստանից բերել է, խոսքի օրինակ եմ ասում։ Այսօր այնքան են քրքրում այմար, ջեբերը դել բան չի մնում։ Հետո, լավ, հետո։ Նայում են տենում են ասենք, եսի միջ մի 100,000 բան ես քշում, ֆուր ես քշում, ասում են, ես ինչ հարուստ տղա եսի։ Եսի սրան բան անենք, ներ ենք հլը, բա մենք հարկատու ենք, հերոս ենք, հենա, սա հերոս ենք այնա չէ, հարկատու չեն, չի ասել, ենե չէ ասում, ասում ով հարկատուն է հերոսը, բայց հեսա հերոս տղեկ հավկվել է, նայիլը, ես հերոսներ հետ ենք վարվում, ենա ասես չէ գարնիկը, մենք հարկ ենք տալի, ես ենք անում ենք, տալիս ենք սաղելը, որ մեկն է եկել մեզ կը, մենք որ մեկին ենք այսքան ժամանակ ելել, ասել սենց արեք, ընենց արեք, ախպեր մեզի մի խանգարեք, մեզ ընդհանրապես մի խանգարեք, թող աշխատենք էլի, ոչ ձեզից բան ենք ուզում, ոչ փող ենք ուզում ձեզից, ոչ սալյար կա, ոչ էլ բոլտու գայ կա, դե չի ախպեր, թող աշխատենք հալա, մի հատ հարց ալ, ոնց որ ասենք էլի օրինակը Ղազախը բերի, մի հատ բարձեցին հարցը մարդիկ ընդ լուծին, թեմի ոնց լուծին, ինչ արեն լուծին, ճիշտ է, հələ դուք էլ մի հատ ասեք, էլի կարող ձերն է լուծեն